Մեր բոլորս ուզում ենք ժամանակը կանգնեցնել, միշտ լինել երիտասարդ, գեղեցիկ, եռանդով լի, ու երևի թե չկա մարդ, որ երբևէ չի մտածել, իսկ հնարավոր է դա անել։ Ես այսօր մեկ գավաթ սուրճի եմ հրավիրել գեղեցկուհի Աննա Գևորգյանին, ով գիտի, թե ինչպես դա անել։ Նա տարիներ շարունակ հոգ է տարել մարդկանց սրտերի մասին, իսկ այսօր նաև օգնում է, որպեսզի մնան երիտասարդ, ներսից և դրսից։ Սկսեցինք։ Շատ շնորհակալություն Աննա ջան, որ դուք ընդունեցիք սուրճի իմ հրավերը։ Ես եմ շատ շնորհակալ այսօրվա հանդիպման համար, ինձ էլ շատ հաճելի է։ Դե մենք հիմա քաղաքի սրտում գտնվող այս շքեղ հյուրանոցի Արմենիա Մայրոտի այս գեղեցիկ անկյունում կսրճենք եւ կզրուցենք։ Եվ ես կարծում եմ, որ մեր այսօրվա զրույցը կհետաքրքրի համարյա թե բոլորին։ Պետք է որ Թեման շատ կարևոր է եւ արդիական է բոլոր ժամանակների համար։ Քաղցրի հետ ոնց եք։ Օհ, ընկերություն եմ անում։ Ես էլ եմ Բայց զսպում եմ ինձ։ Դե ես ես մանաշի շոտ համեղ քաղցրավենիք եմ հյուրասիրում, կտորները փոքր են եւ կարելի է գայթակղությունը այսպես չզսպել եւ վայելել, հա։ Եվ հետո քաղցրը միջական կապ ունի, չէ, երջանկության հորմոնների հետ։ Կա այդպիսի բան։ Իհարկե սերոտոնինի մակարդակը բարձրանում է։ Իսկ հիմա ամենակարևորի մասին, հա, ինչպես եղավ, որ 30 տարի սրտերը բուժող փրկող բժիշկը որոշեց, որ պետք է զբաղվի anti-age, ասել է թե հակատարիքային բժշկությամբ։ Դուք 30 տարի աշխատել եք սրտաբան, չէ։ Այո, 30 եւ ավել։ Որից 3 տարի նոր քմարաշուն։ Մի քիչ ավել կան 3 տարի, որպես fellow սրտաբան, աշխատել եմ Նոր Քմարաշ բժշկական կենտրոնում եւ հետո Հայաստանից ասած հեռացել ամուսնության պատճառով։ Ամուսնացել եք լիբանանահայի հետ։ Այո, լիբանանահայի հետ։ Իսկ այնտեղ զբաղվել եք բժշկությամբ։ Ես շատ կարճ ժամանակում հանձնեցի իրենց քննությունը, որ իմ դիպլոմս պաշտպանեմ իբրև թերապևտ եւ նաեւ ստացա իմ դիպլոմս որպես սրտաբան եւ իրավունք ստացա աշխատելու արաբական երկրներում իբրև բժիշկ սրտաբան իդեպ եւ հայ եւ որոշ ժամանակ հետո եւ տեղացի Նոր Քմարաշում աշխատել եք լեգենդի հետ Հրայր Հավակիմյանի։ Այո, լեգենդ, հրաշագործ, նվիրյալ, բոլորի համար օրինակ Հրայր Հավակիմյանի հետ։ Իսկ ինչ են տվել այդ տարիները ձեզ, որպես բժշկի եւ որպես մարդու։ Անսահման համբերություն, գիտելիքներ, որոնք գին չունեն եւ փորձ, որի հետևանքով արդեն հետագայում կարողացել եմ կլինիկաներում աշխատել եւ ոչ հիվանդանոցում։ Հետո վերադարձաք Հայաստան։ Այո, իմ ամուսինը առաջարկ ստացավ աշխատելու հայրենի հողի վրա եւ ես դարձա ամենաերջանիկ մարդը վերադառնալով Հայաստան, սկսեցի աշխատել արդեն տարբեր կլինիկաներում։ Երեսունհինգ տարվա ընկերուհու հետ պատահական հանդիպումը ճակատագրական եղավ եւ դուք անցաք մեկ այլ հարթություն, հա, բժշկության մեջ։ Այո, դա շատ ճակատագրական հանդիպում էր, մենք իրար 30 տարիից ավել չէինք տեսել եւ երբ որ տեսանք, զրուցեցինք, ամեն մեկս պատմեց ով ինչով է զբաղվում
Եվ ինքը ասաց, որ արդեն մի քանի տարի զբաղվում է հակատարիքային բժշկությունով, եւ երբ որ ես հետաքրքրվեցի այդ ինչ բժշկություն է, ես չէի լսել, ինքը ինձ ուղղորդեց դեպի նյութեր, դեպի ուսման իրենց հնարավորությունները եւ ես ապշեցի եւ հասկացա, որ սա նա է ինչով որ ես միշտ երազել եմ զբաղվել։ Սրտաբանի ջերմաքալայթը հագնելու համար դուք ստացել եք փայլուն կրթություն Երևանի բժշկական համալսարանում։ Իսկ որպեսզի զբաղվեք հակատարիքային բժշկական գործունեությամբ, anti-age ծրագրով, դուք ինչ կրթություն եք ստացել։ Որտեղ են կրթվում այդ մասնագետները։ Նախ նրա համար, որ ընդունվես այդ շվեյցարական դպրոցը, դու անցնում ես այսպես կոչված կաստինգ։ Դու պետք է ունենաս հետ դիպլոմային ուսուցումներ եւ ոչ մեկ հատ, պետք է լեզուների իմացություն եւ ընդունվում ես այդ դպրոց եւ սովորում ես բիոքիմիա, բջիջի բիոքիմիա, սովորում ես ինչպես կառավարել օրգանիզմի ներքին քիմիական տարերը, սովորում ես կարգավորել մետաբոլիզմը եւ կարող եմ ասել, որ այս ուսուցումը ինքը չունի վերջ, ինքը ունի սկիզբ, բայց կարծում եմ ինքը չունի վերջ, քանի որ ես արդեն 4 տարի զբաղվում եմ, բայց նոր եւ նոր գիտելիքներ անընդհատ ստանում եմ։ 2 ամիսը մեկ անպայման ես մեկնում եմ այն երկիրներ, որտեղ որ այդ դպրոցը ունի ֆիլիալներ։ Իսկ որտեղ կան այդ մասնաճյուղերը։ Դա Ռուսաստանում է, այսօրվա օրով եւ Կազախստանում է։ Իսկ միջանկյալ այդ նախաքննական տեստերը հանձնել ենք Սորբոնում այս ամառ, Փարիզում եւ հույսով եմ, որ շատ շուտով նաեւ վերջնական դիպլոմային քննությունը կլինի եւ ես կունենամ այդ դիպլոմը, որը թույլ է տալիս աշխատել նաեւ եվրոպական բոլոր երկրներում։ Շատ լավ, ես այս առումով հաջողություններ եմ մաղթում եւ պետք է հետաքրքրվեմ։ Հատուկ ասացիք, մենք ուսուցանեցինք, ուսումնասիրեցինք բիոքիմիան։ Այ ինչու՞վ է տարբերվում բժշկական համալսարանում ուսումնասիրած բիոքիմիայից։ Մենք այդքան երկար չենք ուսումնասիրում համալսարանում բիոքիմիան, իսկ այս հակատարիքային բժշկության մեջ դա ոնց որ ասած միայն բիոքիմիա է։ Մենք ուսումնասիրում ենք ոնց ազատել բջիջը անցանկալի տարրերից եւ ինչպես լրացնել այն պակասը, որը բջիջը կարիք ունի։ Շատ լավ, այ առաջին զգացողությունը ուսման առաջին օրերին։ Ինչպիսին էր։ Աստված իմ, ես չեմ մոռանա ամենաառաջին իմ մասնակցությունը, ես կարծում էի, որ ես ոչինչ չգիտեմ։ Ես կորած էի, լինելով շատ լավ սովորած համալսարանում, ես կարմիր դիպլոմով եմ ավարտել մեր համալսարանը, ինչպես նաև դպրոցը, բայց ինձ թվում էր, որ ես ընդհանրապես գիտելիք չունեմ, ինչպես ես կարամ բժիշկ աշխատեմ այսպիսի գիտելիքներով, բայց ինչպես ես հասկացա բոլոր բժիշկները, որոնք սկսում են ուսուցումը այս դպրոցում, ապրում են այս զգացողությունները, այդ ապրումները ունենում են։ Դուք այսօր ունեք պացիենտների մի մեծ բանակ։ Այ հետաքրքիր է, ամենահաճախ ինչ խնդիրներով են ձեզ դիմում։ Ինձ դիմում են 40 անց տարիքի անձինք, չնայած որ ես զբաղվում եմ ցանկացած տարիքով, դեռահասներով էլ, որովհետև մետաբոլիկ խնդիրներ ունեն բոլորը, անգամ դեռահասները, ցավոք։ Ինձ դիմող մարդիկ մեծամասամբ դիագնոզ չունեցող, բայց իրենց վատառողջ զգացող մարդիկ են, այսինքն կոնկրետ չգիտի ինչ է կատարվում, բայց ունի թուլություն, անքնություն, տրամադրության անկումներ, դեպրեսիա եւ այլն եւ այլն։ Մարդկա, որ գիտի ունի վահանաձև գեղձի խնդիրներ կամ նախադիաբետ, այսինքն ինսուլինա ռեզիստենտականություն, ունեմ դիմողներ անպտղության հետ կապված եւ այլն, շատ տարբեր գանգատներով, բայց մարդ, որը չգիտի
իսկ ինչի է ինքը իրեն վատառողջ զգում։ Դուք հիմա թվարկեցիք մի քանի խնդիրներ, հա, որոնք այսօր երիտասարդացել են եւ այդ խնդիրները ամբողջ մոլորակում հաճախակիացել են։ Շատացել են այդ խնդիրները։ Ցավոք կանգնած ենք մեծ էկոլոգիայի խնդիրների առջև եւ ստրես ֆակտորների բարձր մակարդակ, հատկապես երիտասարդների մոտ, եւ այդ պատճառով գրեթե բոլոր հիվանդությունները, հատկապես մետաբոլիկ խնդիրների խանգարումները շատ երիտասարդացել են, այո։ Ձեզ ավելի շատ կանայք են դիմում, թե տղամարդիկ։ Հայաստանում ստացվում է, որ կանայք ավելի շատ են դիմում, թեպետ եւ իմ գոլեգաների հետ զրույցում եմ, պարզվում է, որ դուրսում էլ ավելի շատ կանայք են դիմում։ Դուք ասացիք, որ զբաղվում եք նաև դեռահասների խնդիրներով։ Այ ինչ խնդիրներով են դիմում դեռահասները։ Անքնություն, տրամադրության անկումներ, թուլություն, անհավես լինել, մեծամասամբ ծնողներն են դիմում։ Դեռահասները շատ հաճախ չեն էլ անդրադառնում դրան։ Ուղղակի պարզապես օրինակ անքնություն ունեն կամ տարբեր կանգառներով։ Իսկ որ տարիքից պետք է մտածել ծերացման կանխարգելման մասին։ Շատ լավ հարց է։ Գրեթե առաջին խանգարումները, որոնք արդեն զգալի են, սկսում են 35 տարեկանում։ Իրականում խնդիրները ավելի շուտ են սկսում, բայց երբ որ իրենք սկսում են զգացնել, դա մոտավորապես 35 տարեկանն է։ Եվ ցանկալի է այդ տարիքում սկսել զբաղվել վերականգնումներով, քանի դեռ չի սկսել հորմոնալ փոփոխությունները, որոնք 40-ից հետո տեղի են ունենում եւ կանանց, եւ տղամարդկանց, որոնք փոթորիկ են օրգանիզմում։ Այո։ Իսկ կա տարիք, երբ արդեն ուշ է։ Չկա, այդպեսի տարիք գոյություն չունի, երբեք ուշ չի։ Իսկ որն է ծերացման ամենամեծ թշնամին։ Ստրեսը, սնունդը, թե ապրելակերպը։ Ամենամեծ թշնամին դա վատ մտքերն են։ Դրա համար, երբ որ ես սկսում եմ մետաբոլիզմի շտկումներ, ես փորձում եմ պացիենտին հասկացնել, որ ամենակարևոր բանը դա մտքերի հիգիենան է։ Դա ամենակարևորն է։ Հետո արդեն վերականգնում եմ քունը։ Եթե կարողանում է պացիենտը այդ հիգիենան պահպանել, միգուցե ինքնուրույն, միգուցե յոգայի կամ ռելիգիայի կամ ուրիշ մեթոդիկաների օգնությամբ, հետո ես կարողանում եմ արդեն միջամտել եւ վերականգնում եմ քունը, որը շատ կարեւոր է նրա համար, որ առողջությունը վերականգնվի։ Գիտեք, ես էլ եմ շատ հաճախ ասում, որ հիվանդության թելը սկսվում է մեր հույզերից, էմոցիաներից, մեր մտքերից, հետո մտնում է մեր ֆիզիկական մարմին։ Այո, դուք ճիշտ եք։ Եթե դու կարողանում ես կառավարել քո մտքերը, պահում ես պոզիտիվ դրական ուղու վրա մտքերդ եւ նաեւ հետեւում ես քո հուզական դաշտին, կարողանում ես կառավարել դրական, լինել ուրախ, վերջով ոչինչ չի կարամ ես իրականում տխրեցնի։ Այո, իսկ որն է ավելի կարևոր, գենետիկան թե կենսակերպը։ Ես վստահ եմ, որ կենսակերպը։ Գենետիկան մոտ 40% ազդեցություն ունի մարդու օրգանիզմի եւ առողջության վրա, բայց կենսակերպով, այսպես կոչված ֆենոտիպար փոփոխություններով մենք կարող ենք այնպես անել, որ նույնիսկ վատ գենետիկան մեզ չվերաբերվի։ Այսօր աշխարհում շատ նորաձև է ունենալ գենետիկ անձնագիր։ Դա կարևոր է, չէ՞։ Դա չափազանց կարևոր է եւ վերջի ժամանակներին ես զբաղվում եմ նաեւ գենետիկ խնդիրներով։ Հակատարիքային բժշկության ամենաբարձր ռուսերենով ասում են վыший пилотаж, դա գենետիկ պասպորտ ունենալ եւ կարողանալ հասկանալ ինչ խնդիրներ ունի պացիենտը։ Ես հիմա արդեն դրանով եմ զբաղվում եւ կարող եմ ասել, որ շատ է օգնում հասկանալ, թե ինչ պետք է, որ ուղղությամբ ես պետք է վարեմ պացիենտին, որ ժամանակ չկորցնենք եւ արդյունավետ լինի այն ամենը, ինչ որ մենք անում ենք։ Եվ ասում եմ մենք, որովհետեւ պացիենտը ինձ շատ է օգնում։
Առանց իրեն օգնության ես չեմ կարող շատ մեծ փոփոխությունների հասնել։ Այո, որովհետև ոչինչ չկա, որ չունենա պատճառ, եւ փաստորեն դուք վերացնում եք ոչ թե հետևանքը, այլ պատճառներն եք գտնում եւ լուծում եք բոլոր խնդիրները վերացնելով պատճառը։ Այո, ես հենց այդ է պատճառը, որ այս բժշկությունը իմ համար մի հրաշք էր եւ այն ինչով որ ես երազում էի զբաղվել, քանի որ ես ոչ թե սիմպտոմն եմ հեռացնում, այլ ես փորձում եմ ուղղորդել պացիենտին դեպի արմատական լավացում։ Միգուցե դանդաղ, բայց արմատական։ Աննա ջան, ես հիմա ձեզ լսում եմ եւ հասկանում եմ, որ ձեր խորհրդակցությունը երևի թե տևում է ժամեր։ Այո, 2-ից ավել ժամ, մինչև 3 ժամ։ Որովհետև դուք կարգի եք բերում օրգանիզմը համալիր։ Իսկ դրա համար պետք է դուք իմանաք ամեն ինչ։ Դուք շատ լավ եք հասկացել հակաթարիքային բժշկությունը ինչը։ Դուք կարող եք ասել, թե դուք ինչ եք խոսում պացիենտի հետ, ինչպիսին է դիալոգը։ Դիալոգը սկսում է լաբորատոր տեստերից։ Պացիենտը ներկայացնում է ինձ շատ մանրակրկիտ լաբորատոր տեստեր, որի հիման վրա ես հասկանում եմ ինչ է կատարվում օրգանիզմի հետ, ներսում, բջիջի հետ, օրգան համակարգերի հետ, հատկապես էնդոկրին համակարգի հետ։ Եվ հասկանալուն վերջ բացատրում եմ նախ ինչ է տեղի ունեցել եւ ասում եմ ինչով կոնկրետ ես կարող եմ իրեն օգնել եւ ինչ կարող է ինքը անել, որ ինձ օգնի վերականգնելու իր առողջությունը։ Դուք կարող եք ասել ամենակարևոր անալիզները, որ պետք է հանձնեն ձեզ մոտ գալուց առաջ։ Այո, ամբողջ հորմոնալ պրոֆիլը, այսպես կոչված, դա վերաբերվում է հատկապես էնդոկրին համակարգին, սկսելով վահանաձև գեղձի, սկսելով հիպոթալամիկ հորմոններից, ենթաստամոքսային գեղձ, մակերի կամ սեռական գեղձերի աշխատանքը եւ իհարկե ոչ միայն դա, որովհետեւ շատ տարբեր ցուցանիշներ կան օրգանիզմի մեջ, որոնք ցույց են տալիս մոտակա ժամանակների լրջագույն խնդիրներ եւ կապելով ամեն ինչ իրար դու կարողանում ես որոշել որտեղից է սկսում, որն է այս պացիենտի locus minoris resistentian, այսինքն ամենաթույլ տեղը։ Դե հիմա խոսենք նաև սենքերի մասին։ Ինչով եք բուժում։ Այս բուժումը կոչվում է մետաբոլիկ բուժում, քանի որ ամեն մի բուժման ձևը ուղղորդված է վերականգնելու եւ ազդելու կոնկրետ տեղ։ Հեշտացնում է շատ բուժման ձևը, քանի որ մեկ հաբի մեջ ես ունեմ այն ամեն ինչը, ինչ որ պետք է, բայց անպայման չի այդ բուժումը շվեյցարական լինի, քանի որ ես ունեմ գիտելիք, իսկ բուժել նույնպես Հայաստանի պայմաններում հնարավոր է հավաքել դեղորայք։ Իհարկե հնարավոր է Հայաստանի պայմաններում ոչ միտեղ չմեկնելով հնարավոր է ունենալ տարբերակներ նաև հրաշալի է։ Իսկ ինչպիսին է բուժման մեխանիզմը։ Մեխանիզմը ազդել այս կամ այն խանգարումի վրա, բիոքիմիական պրոցեսի վրա։ Փաստորեն դուք օրգանիզմը ռեստարտ եք անում բջջային մակարդակով։ Այսպես կարող եմ ես ձևակերպել։ Որոշ չափով։ Իսկ ինչքան է տևում բուժումը։ Ամիսներ, քանի որ սա սիմպտոմատիկ բուժում չէ, որ ունենք սիմպտոմ եւ պետք է այդ սիմպտոմը արագ վերացնել, էլիմինացնել, այո, մետաբոլիզմի խանգարումը նրա համար որ վերականգնվի, պետք է որ բոլոր կոմպենսատոր մեխանիզմները ակտիվանա եւ աշխատի, իսկ դրա համար ժամանակ է պետք, ամիսներ։ Կամ մի այսպես խոցելի խումբ, հա, ես ուզում եմ այդ խմբին առանձնացնեմ քաղցկեղով հիվանդները։ Այ ձեր բուժումը որքանով կարող է օգնել իրենց։ Գիտեք, ինչպես ասում է մեր պրոֆեսորը, ես հաճախ եմ իրեն ցիտում, ի դեպ ասեմ, դուք բոլորդ հակատարիքային բժիշկներ եք, մինի օնկոլոգներ եք։ Ինչու, որովհետև դուք չեք թույլ տալիս, որ նորմալ բջիջը
իր ֆունկցիան կորցնելով դառնա զոմբի բջիջ, այսինքն փոփոխության մատնված եւ մետաբոլիկ սիգնալներին չպատասխանող բջիջ եւ որից հետո այդ զոմբի բջիջը դառնում է արդեն օնկոլոգիական բջիջ։ Մեխանիզմը այդպիսին է՝ նորմալ բջիջ, սենեսցենտ կամ զոմբի բջիջ եւ զոմբի բջիջը արդեն վերափոխվում է օնկոլոգիականի։ Դրա համար շատ մեծ ժամանակ է պետք։ Ես եւ իմ գոլեգաները ազդելով այս առաջի վերափոխումի վրա չենք թույլ տալիս, որ նորմալ բջիջը դառնա զոմբի եւ օնկոլոգիական։ Իսկ ինչ վերաբերվում է արդեն օնկոլոգիա ունեցող պացիենտներին, իրենց վարումը պետք է լինի մշտական, որովհետև օնկոլոգիական process-ը հաղթահարել մի բան է, իսկ վերականգնել օրգանիզմը լավ իրեն զգալ ուրիշ բան է։ Եվ այդտեղ ես շատ կարող եմ օգնել։ Իսկ նյարդային բջիջները, բոլորը ասում են, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում։ Վերջին տարիները նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, օրինակ Պարկինսոնը կամ Ալցհեյմերը, իրանք շատ շատացել են եւ երիտասարդացել են։ Ինչու՞։ Որովհետեւ այն հորմոնները, որոնք ունեն նեյրոպրոտեկտիվ ազդեցություն օրգանիզմում որոշ տարիքից հետո քչանում են, իսկ ներկա էկոլոգիական մեր ստրեսային վիճակում էլ ավելի։ Որոնք են դրանք՝ պրոգեստերոն, պրեգնինալոն, DGA, տեստոստերոն, էստրադիոլ եւ այլն։ Այս բոլորը, այս հորմոնները ունեն նեյրոպրոտեկտիվ ազդեցություն եւ վերականգնելով իրենց մակարդակը հյուսվածքներում, ոչ միայն արյան մեջ, մենք բերում ենք նեյրոդեգեներատիվ հիվանդությունների քչացմանը եւ դանդաղեցմանը եւ ավելի ուշ զարգացմանը։ Նույն մեխանիզմով նաև շաքարային դիաբետի դեմ եք չէ պայքարում։ Շաքարային դիաբետը դա նենգ հիվանդություն է, քանի որ պացիենտը տարիներով ապրում է եւ բարձր շաքարի մակարդակով արյան մեջ եւ լինում է, որ ոչ, բայց ինսուլինարեզիստենտականության պայմաններում եւ չգիտի ինչ է կատարվում իր օրգանիզմի ներսում։ Դեռ վատ էլ չի զգում։ Միգուցե մի փոքր թուլություն ունի, բայց վատ իրեն չի զգում։ Սակայն նենգաբար բարձր շաքարի մակարդակը ազդում է բոլոր սպիտակուցների վրա։ Իսկ դուք գիտեք, որ մեր մարմնի բոլոր ազդող նյութերը սպիտակուցներ են։ Խափանվում է բոլոր սպիտակուցային աշխարհի աշխատանքը եւ ֆերմենտների եւ հորմոնների դանդաղ նենգ տակից անգիտակից ձևով։ Ձեր մեթոդով ինչպես է կարգավորվում։ Այո, ես ունեմ հնարավորություն թույլ չտալու, որ անգամ բարձր շաքարի մակարդակը վնասի սպիտակուցները մարմնի, այսինքն կանխարգելում եմ սպիտակուցների գլիկացումը։ Դուք ինքներդ ինչ կանոնների եք հետևում երիտասարդ եւ էներգիայավլի մնալու համար։ Մաքսիմալ ինչ որ գիտեմ Օգտագործում եք ձեր վրա։ Այսինքն ես քնում եմ ժամը 11-ին, որով շատ մեծ դժգոհություն եմ Ընտանիքի անդամների մոտ առաջացնում։ Իմ ընտանիքի անդամները արդեն մի քանի տարի է իմ հետ 11-ին քնում են դժգոհելով։ Չէ, իմ ընկերական շրջապատը միշտ ասում է, 11-ն է, ուրեմն դոկտորը քնած է արդեն։ Նախ քնում եմ շատ շուտ։ Երկրորդը ես շաբաթը 5 օր անց եմ կացնում շատ զգալի ժամանակ մարզասրահում, այո։
սնունդին հետևում եմ, թեպետ ես գիտեմ մարաշը ինչ համով է, համեղ է, բայց այսօր ես զերծ կմնամ, քանի որ ես փորձում եմ իրոք քաղցրից մի քիչ հեռու մնալ։ Շատ ծեր, իսկ ինչ է նշանակում գեղեցիկ ծերանալ։ Գեղեցիկ ծերանալ նշանակում է ունենալ փայլը, աչքերի փայլը, քանի որ ոչ մի հակատարիքային ծրագիր չի կարող քեզ վերադարձնի այդ փայլը, որը դու ունես ներսից։ Այսինքն քո մտքերը, քո սերը դեպի կյանք, քո պոզիտիվ մտածելակերպը դա հիմքն է։ Շատ շնորհակալություն սիրելի Աննա, այս շատ օգտակար եւ շատ կարեւոր զրույցի համար։ Ժամանակը իհարկե հնարավոր չէ կանգնեցնել, բայց հնարավոր է ապրել այնպես, որ տարիները դառնան վստահություն եւ ներքին գեղեցկություն։ Ես մեր հրաժեշտին Մարաշի այս շքեղ տուփը ձեզ եմ հանձնում, դուք այսօր չհամտեսեցիք, բայց մի այնպիսի ժամի, որ հարմար լինի, անպայման տանը կփորձեք ձեր սիրուն ընտանիքով։ Անպայման, շատ շնորհակալ եմ։ Ես տեղյակ եմ, թե ինչքան համեղ է պարունակությունը եւ անպայման կփորձեմ։ Սա ապագայի բժշկությունն է, որովհետեւ մարդիկ տարիների ընթացքում պիտի փոխեն իրենց վերաբերմունքը իրենց հանդեպ։ Դուք իրավացի եք, գնալով շատանում են այն մարդիկ, որոնք հասկանում են ինչ է հակատարիքային բժշկությունը եւ ինչով կարող է օգնել իրենց առողջության վերականգնման հետ։ Եվ իհարկե դեմ չեք, չէ, որ մեր հանդիպումը ավարտենք բլիցով։ Իհարկե, ոչ։ Երիտասարդություն 3 բառով. Հավատք, սեր, ուրախություն։ Սպորտ թե դիետա։ Սպորտ։ Սեր թե վիտամիններ։ Սեր։ Բնական գեղեցկություն թե միջամտություն։ Բնական գեղեցկություն փոքր միջամտություններով։ Ձեր ամենօրյա anti-age փաթեթը։ Զարթնել ուրախ, լինել ակտիվ, քնել շուտ։